ավելի կտեղեկանանք ինչի մասն է խոսքը, խնդրեմ։ Շնորհակալություն պարոն Թորոսյան, ձեզ է ներկայացված Հայաստանի Հանրապետության վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրված համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում վարկային համաձայնագիրը, որը նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 102 միլիոն եվրո արժողությամբ վարկ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել առաջնային բժշկական օգնության որակը և ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև բարձրացնել վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները։ Ծրագիրը ունի 3 բաղադրիչ, հակիրճ անդրադառնում այդ բաղադրիչներին։ Առաջի բաղադրիչը դա բժշկական օգնության որակի բարելավումն է։ Այս բաղադրիչի ներքո նախատեսվում է առաջնային բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավում Հայաստանի Հանրապետությունում հիվանդությունների տարածվածության ամենատարածված ամենաբարձր մակարդակն ունեցող հիմնական ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու, հայտնաբերելու, վերահսկելու համար ծառայությունների մատուցման բարեփոխումների միջոցով։ Մյուս ոլորտը դա ծախսերի արդյունավետության բարձրացումն է, այստեղ հիմնական արդյունավետության բարձրացումը նախատեսվում է իրականացնել կրիտիկական ծախսերի դրդապատճառներին անդրադառնալով մասնավորապես դեղագործական արտադրանքի համար կատարվող բարձր ծախսերին նորից բարեփոխումների միջոցով, և երրորդը դա ֆինանսական խոչընդոտների նվազեցումն է, այստեղ հիմնական ուղղվածությունը դա առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի ներդրման հետ կապված աշխատանքների իրականացումն է, որը պետք է ներառի իր մեջ և ֆինանսավորման, պետական բյուջեից ֆինանսավորման ավելացում առողջապահության բյուջեի և ինչպես նաև այդ գումարների կառավարման, գնումների իրականացման, ռազմավարական գնումների իրականացման, ինչպես նաև փաթեթի ձևավորման և փաթեթի գնահատման աշխատանքների միջոցով։ Ասեմ, որ վարկային ծրագիրը դա արդյունքահեն ծրագիր է, սա առաջին անգամ է առողջապահության ոլորտում իրականացում նման ծրագիր, ինչը նշանակում է, որ ըստ բարեփոխումների ուղղությունների սահմանված են ցուցանիշներ ըստ տարիների և յուրաքանչյուր ցուցանիշին հասնելու դեպքում նոր վարկից մասնահանում է կատարվում պետական բյուջեին, այսինքն պետական բյուջեին գումարները գնալու, սակայն միայն այն պարագայում, եթե իրականացվեն բոլոր այն ցուցանիշները, որոնք որ նախանշված են վարկային ծրագրով։ Ինչպես նշեցի, 102 միլիոն եվրո է կազմում, ավելի ֆինանսական հատվածին, եթե հարցեր կլինեն, ինչպես ամառվելու, քանի տոկոս ֆինանսների նախարարությունից իմ գործընկերը արդեն կանդրադառնա, եթե հարցեր ունենաք։ Վերջացրեցիք, շնորհակալություն, ես միանգամից շարունակող հարց տամ արդյունքահեն հատվածով, որպեսզի և մեր գործընկերները և նաև մեր